Հասարակության հետ ակտիվ երկխոսությունը համայնքային ոստիկանության աշխատանքի առաջնային սկզբունքն է։ Այդ համատեքստում համայնքային ոստիկանության գուգարկի բաժնի նախաձեռնությամբ լոֆթ կրթության, մշակույթի, երիտասարդության զարգացման կենտրոնում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել անչափահասների անվտանգ միջավայրի ապահովում, ինչպես նրանց կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցավորության կանխում թեմայով հանդիպում քննարկում։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների, հանրակրթական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել անչափահասների հետ տարվող աշխատանքներում շահագրգիռ կառույցների փոխգործակցությունը, հակաիրավական վարք դրսևորած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, տարբեր իրավախախտումների զոհ դարձած անչափահասներին հնարավորինս արագ հայտնաբերելու եւ նրանց հետ արդյունավետ եւ համակարգված աշխատանք իրականացնելու համար։ Քննարկվել են անչափահասների շրջանում հակաիրավական վարք առաջացնող հիմնական պատճառները, դրանց կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ անվտանգ միջավայր ապահովելու նպատակով մշակվող քայլերը։ Նախանշվել են նաև համագործակցության լավարկման, արդյունավետության բարձրացման, իրավագիտակից քաղաքացի ձևավորելու եւ մի շարք ուղղություններով անելիքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է խթանել համայնքային ոստիկանություն հասարակություն ակտիվ շփումը, ինչը ընտանեկան անչափահասների շրջանում բռնության, հանցավորության դեմ պայքարում, ինչպես նաև համակարգի նկատմամբ ճիշտ հանրային ընկալում ձևավորելու տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։